345 հոգի նորից են ազատվել, այսինքն չեն կարողացել ապացուցել ընտրակաշառքը։ Եթե դուք լինեիք Փաշինյանի փոխարեն երկրորդ փուլին համաձայնելու եք, փաստացի ունենալով ոչ մի անգամ ոչ լեգիտիմ կառավարություն չեմ ձևավորի, իսկ ինքը բոլորից լավ գիտի, որ ինքը եթե հիմա ձևավորեց կառավարություն, դա լինելու է ոչ լեգիտիմ եւ շատ մեծ փորձանքներ է բերելու մեր երկրի կառավարությունը լեգիտիմ կլիներ եւ մարդկանց բերելու ոչ, ընտրակաշառքներով իհարկե լեգիտիմ չի։ Ձեր վրա բազմաթիվ մարդկանց հետ գրանցել, հիմա ինչ է։ Դե եթե գոնե մեկ դեպք կապացուցեն, հիմա հայտարարություններ են անում, բառադի Երեք Փաշինյանը հայտարարում էր ոչ մի Երեք Փաշինյանը ասում էր ոչ մի դուք կարծում եք ձեր են արդարացել բանին Գագիկ Ծառուկյանին այն նույն ձև օրինակ վաղը որ ձեզ արդարացնեն կամ ձեր թիմակիցներին դատավորները արդեն կաշկանդվելու են ասեն կամ փող եք տվել որ արդարացրել են կամ էլ չեն արդարացնի վախենալով Փաշինյանից հիմա ինչ հույս ունեք դատական համակարգից այս դեպքում ես հույս չունեմ ամբողջությամբ ապօրինի քաղաքական որոշումներ են կայացվում ինչի հույս ոչ մի դեպք չկա որ գոնե 1% կարելի ինչ որ մեղք ապացուցել